Իդեպ մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում նվիրված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը։ Ընդամենը մեկ օր հետո վաղ առավոտից բոլորը տեղեկացան Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենայի հրկիզման մասին։ Մարդու իրավունքների պաշտպանության մասին ռազմավարություն քննարկած իշխանությունը հանցագործությանը չանդրադարձավ։ Օրվա երկրորդ կեսին ԿՊԱ-ականները ազգային ժողովում մերժեցին իշխանական падգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը։ Հիշեցնենք, Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր լրագրող Ռիփսիմե Ջեբեջյանին։ Փաստացի իշխանությունը չի դատապարտում ակտիվ հասարակաքաղաքական գործչի դեմ ոտնձգությունը, մեկ այլ դեպքում բլոգերի ծեծը, չի պատժում լրագրողներին վիրավորած ԿՊԱ-ականներին, բայց ակտիվ քննարկումներ է տանում մարդու իրավունքների պաշտպանության մասին։